Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք նորից Իրանի մասին, որտեղ որ զարգացումները շարունակվում են թեժանալ։ Դա տեղի է ունենում ինչպես բուն Իրանում եւ ցույցերը ստանում են ել ավելի լայնածավալ բնույթ տարբեր հատվածների պետության, այդ թվում աճել են եւ հիմա արդեն արևելյան հատվածներն են ներառում նաեւ, բայց միևնույն ժամանակ Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը շարունակում է լրջորեն սրվել եւ դա նաեւ վերաբերվում է նրան, որ Միացյալ Նահանգները սկսել են լայնածավալ զորքերի տեղաշարժ ուղղված դեպի Մերձավոր Արևելք, գալիս են զորքերը Միացյալ Նահանգներից Եվրոպա եւ հետո ուղղորդվում են դեպի Իրանի սահմանամերձ շրջաններ։ Սա տեղի է ունենում վերջի 2 օրվա ընթացքում, շատ ավելի ակտիվ 3 եւ փաստացի մենք սպասում ենք, որ մոտակա օրերի ընթացքում Իրանի շուրջ Միացյալ Նահանգները կձևավորեն նոր հարվածային լրջագույն խումբ, որը վերջի անգամ ձևավորվել էր հունիսին միջև հայտնի 12 օրվա ընթացքում տեղի ունեցող Իրան-Իսրայել, Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմ։ Մենք հիմա ձեր հետ միասին մանրամասն կխոսենք այս հարցերի շուրջ եւ կվերլուծենք այս թեման։ Առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա կարևոր է մեր ալիքի զարգացման համար, ինչպես նաեւ բաժանորդագրվեք, դրեք զանգակը, գրեք ձեր մեկնաբանությունները, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը եւ ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ կամ բաժանորդագրվելով մեր ալիքին եւ ես շնորհակալ եմ այն անդամների ալիքի, ով բաժանորդագրված է արդեն եւ միացել է այդ աջակցության միջոցի։ Հարգելի հայրենակիցներ, մեր աշխատանքը շարունակվում է եւ ես միջև սկսել եմ մեր բուն այսօրվա վերլուծությունը ուզում եմ կարճ ամփոփեմ մեր տարին 2025 թվականը եւ ասեմ, որ YouTube-ը տալիս է այսպիսի տվյալներ, որը ես կարող եմ կիսվեմ ձեր հետ եւ դրանով տեղյակ պահեմ ձեզ, թե ինչպիսի ընդհանուր տվյալներ ունեինք այս տարվա ընթացքում, 2025 տարվա ընթացքում այս մեր YouTube-յան ալիքում։ Պետք է ասեմ, որ դա առաջի տարին էր, 2024 թվականի վերջի սկսեցի այս ալիքը եւ այդ ժամանակահատվածում նույնիսկ ալիքը ակտիվ չէր կարելի ասել, որովհետեւ առաջի 2 ամիս երբ ալիքը սկսում ես, առհասարակ ակտիվություն ալիքում չկա եւ դրանից հետո է սկսվում։ Ուստի ալիքը իրականում սկսել է գործել, կարելի է ասել, 2025 թվականից եւ 2025 թվականում մենք ձեր հետ միասին արձանագրել ենք 16000 բաժանորդագրված անդամից ավել, բացի դրանից 1.600.000 դիտումից ավել եւ 121.000 հավանում, այսինքն լայք մեր ձեր հետ միասին աշխատանքին եւ մոտավորապես 14.000 մեկնաբանություն։ Եվ ընդհանուր առումով ես տեղակայել եմ ալիքում, վերլուծություններ կլինի, իմ գործունեությունը կլինի թե ուրիշ հարցազրույցները չհաշված, որովհետեւ ես չեմ այդ հարցազրույցները ուրեմն դնում ալիքում, այլ ուղղակի կիսվում եմ հղումով 95% դեպքերում այդ ալիքների, խոսքին տարբեր լրատվամիջոցներից, ընդհանուր ուրեմն վիդեոների տեսահոլովակների քանակը 243 էր։ Ասեմ ձեզ, որ այս 25 տարվա ընթացքում մի քանի ամիսների ընթացքում տարվա տարբեր հատվածներում լուրջ նվազում ունեի գործունեության, նկատի ունեմ փաստացի վերլուծություններ չէի պատրաստում, դա կախված էր նրանից, որ 2025 թվականի առաջի տարվա համար այս ալիքը իմ համար շատ ավելի պակաս դեր ուներ իմ գործունեության մեջ եւ նոր էի սկսում այս ուղղությունը զարգացնել, ուստի անում էի դա, երբ ունեի ազատ ժամանակ։
Հիմա կարամ ասեմ, որ այս ալիքի նշանակությունը եւ կարեւորությունը շատ ավելի մեծ է իմ համար եւ շատ ավելի կարեւոր եմ համարում այստեղ գործունեությունը, ուստի ամեն ինչ եմ անելու, որ ավելի շատ ժամանակ տրամադրեմ այս ալիքին, որը վերջի շաբաթների ընթացքում կարծում եմ դուք բոլորը տեսաք, որ շատ ավելի մեծ ուշադրություն եմ տրամադրում եւ շատ ավելի ինտենսիվ աշխատանք ենք ծավալում միասին, համարում եմ, որ այդ ձևաչափով կշարունակենք, հաշվի առնելով ուրեմն իհարկե այն, որ ժամանակ առ ժամանակ կարող են մի փոքր դադարներ լինել, բայց ընդհանուր առումով շատ ավելի ինտենսիվ տարի է իմ պատկերացումով լինելու մեր ալիքի համար եւ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որովհետև այս բաժանորդագրված անդամները, այս դիտումները 1.6 ուրեմն միլիոն, այս բոլոր լայքերը 120,000-ից ավել եւ 14,000 մեկնաբանությունը այս 25 տարվա ընթացքում ձեր շնորհիվ է։ Շնորհակալություն ձեզ առանձին բոլորիդ եւ շատ շնորհակալ եմ ձեր ջերմության, հարգանքի եւ բարի խոսքերի համար միշտ։ Ամեն ինչ կանեմ, որ այդ նույն տրամաբանությունով շարունակենք մեր ձեր հետ միասին համագործակցությունը ի նպաստ մեր ազգի եւ մեր գործունեությունը միշտ այդ նպատակը ունի։ Սիրելի հայրենակիցներ, վերադառնանք մեր այսօրվա թեմային, որը շատ կարևոր է, որովհետև անմիջապես նաև վերաբերվում է մեզ եւ տարածաշրջանում գիտեք, որ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։ Իհարկե, պետք է ընդգծեմ, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը օրեր առաջ էր արվել եւ ես դրա մասին վերլուծություն էի պատրաստել Իրանի թեմայով, մանրամասն վերլուծություն այն ցույցերի մասին, որը Իրանում տեղի են ունենում, այդտեղ ես ձեզ տեղյակ պահեցի, որ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել եւ ասել է, եթե Իրանը ակտիվորեն ճնշի ցույցերը, խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառի եւ իրանց փաստացի սպանի, ապա Միացյալ Նահանգները արդեն պատրաստ են եւ կգան օգնության այդ ցուցարարներին։ Եվ պետք է ասեմ, որ սա լրջագույն հայտարարություն էր, բայց այսօրվա մեր վերլուծությունը արդեն դրանից հետո է գալիս եւ ես ուղղակի հիշեցնում եմ նրանց, ով կարող է այդ նախորդ վերլուծությունը չդիտել, որ Դոնալդ Թրամփը այդպիսի հայտարարություն արել է, բայց դա տեղի է ունեցել միջև Միացյալ Նահանգների գործունեությունը Վենեսուելայում եւ Վենեսուելայում գործունեությունից հետո բացահայտ եւ ուղիղ պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգների այս սպառնալիքը ներխուժել Իրան օգնել ցուցարարներին շատ ավելի լուրջ է հիմա ընկալվում։ Դա փաստ է, որովհետև բոլորը տեսան, որ Միացյալ Նահանգները անսպասելիորեն կարող են այսպիսի գործունեություն ռազմական ծավալել եւ հարցերը լուծել շատ շտապ։ Այդ նպատակով առաջի հերթին պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգները կազմակերպել են լրջագույն տեղափոխում իր զորքերի, հատուկ ջոկատայիններ են գալի տարածաշրջան, ինչպես նաև գալիս է հատուկ ուրեմն մեծ ծանր ուղաթիռներ, որոնք եւ ինքնաթիռներ նաև, որոնք մի կողմից կարող են կազմակերպել հատուկ գործողություններ, նման այն գործողությունների, որոնք տեղի ունեցան Վենեսուելայում, որտեղ որ հատուկ ջոկատայինները ուղաթիռների միջոցով մտան մայրաքաղաք Կարակաս եւ փաստացի փախցրեցին ինչ որ առումով դե ֆակտո այդպես կոչված նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ տարան Միացյալ Նահանգներ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ տարածաշրջան են նաեւ գալիս ծանր ինքնաթիռներ, որոնց նպատակն է ուրեմն լիցքավորել օդում թեթև ինքնաթիռները եւ ինչպես նաեւ հարվածային շատ ավելի ծանր B2 տիպի նաեւ ինքնաթիռները եւ կործանիչները։ Եվ պետք է ասեմ, որ սա վերջի անգամ տեղի է ունեցել հունիսից առաջ, երբ Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին ուրեմն Իրանի վրա եւ մենք ձեր հետ միասին նաեւ վերջերս վերլուծություն ենք պատրաստել, որտեղ որ խոսում էի մանրամասն նրա մասին, որ անխուսափելի է դառնում
Իրանի եւ Իսրայելի պատերազմը։ Դա վերաբերվում էր, կարճ ասեմ, միջուկային ծրագիրը եւ բալիստիկ ծրագիրը վերականգնելուն Իրանի կողմից, բայց միևնույն ժամանակ վերաբերվում է նաեւ եւ շատ հստակ կան տվյալներ հետախուզական դրա մասին, որ Իրանը ուրեմն քիմիական եւ բիոլոգիական զենքի ուղղությունով է նաեւ աշխատում, որ այդ բալիստիկ հրթիռներում լինի նաեւ միջուկայինից բացի քիմիական եւ բիոլոգիական զենք։ Եվ սա լրջագույն խնդիր է, ուստի Իսրայելը գործելու է, բայց Միացյալ Նահանգները նաև են պատրաստվում գործել եւ զուգահեռ երկու թեմա կա, որովհետեւ այս թեման, որի մասին մենք մանրամասն խոսել ենք, չեմ վերադառնա նորից թե ցույցերը ինչու են սկսվել, կարող եք նայել նախորդ վերլուծությունը այս թեմայով ալիքի վրա, ես նաև հղումը այստեղ կթողնեմ, բայց կարևորը այն է, որ այդ ցույցերը ինչ որ առումով աջակցեցին այդ նաև մթնոլորտին հիմա, որովհետև փաստացի Միացյալ Նահանգները ընկալեցին, որ Իսրայելի հետ միասին կարող են օգտագործել հիմա այս ցույցերի իրավիճակը կտրուկ քայլեր անելու համար։ Ինչ նկատի ունեմ։ Առաջինը, որ ցույցերը ստեղծում են լավ մթնոլորտ, որովհետև գիտեք, որ շահի թեման ակտիվ է, եւ ասեմ ձեզ, որ ցույցերը հիմա ել ավելի լայնածավալ են դարել, եւ շահի թեման բարձրաձայնելով Միացյալ Նահանգներին տրվում է հնարավորություն ոչ միայն արտաքին հարվածներ տեղի ունենա, այլ եւ դա շատ կարեւոր է, այլ տեղի ունենա հենց հարվածները նաեւ ներքաղաքական տրամաբանությամբ։ Ինչ նկատի ունեմ, հարգելի հայրենակիցներ, որ երբ հունիսին տեղի ունեցան հարվածները, ապա հարվածները միայն վերաբերվում էին միջուկային ծրագրին եւ զինվորականներին, բայց հույս փոփոխել իրավիճակը Իրանում, իշխանությունը փոխելու չկար այդ պահին, որովհետև ցույցեր չկար։ Հակառակը կարող եմ ասել, որ այդ պահին մարդիկ շատ ավելի համախմբվեցին ինչ որ առումով գործող իշխանությունների հետ, որովհետև համարեցին, որ սա ուրեմն գործող իշխանությունների ինչ որ առումով դեմ ուղված քայլ չէր, այլ պետության դեմ ուղված քայլ էր։ Հիմա, երբ ցույցերը ակնհայտորեն արդեն ստացել են հակաիշխանական դրսևորում եւ մենք տեսնում ենք, որ ցույցերը տեղի են ունենում ակտիվորեն մայրաքաղաքում, ասեմ ձեզ, որ վերջի մի քանի օրում զարգացումը հենց դա էր հետաքրքիր, որ մայրաքաղաքը ակտիվացավ, կենտրոնական, հիշում եք, մենք ձեր հետ միասին խոսացինք, որ արևմտյան հատվածներում էր ցույցերը մեծ մասամբ, որտեղ լուրներն են բնակվում, բայց հիմա մենք տեսանք, որ ավելացավ կենտրոնական հատվածը, որտեղ ավելի շատ պարսիկներ են բնակվում, մայրաքաղաքը ավելացավ, որտեղ որ պարսիկների քանակը ամենաշատն է, եւ նաեւ հյուսիս արևելյան հատվածը ավելացավ պետության, որտեղ որ թուրքմենների բնակչություն կա, բայց ես ոնց գիտեմ, թուրքմենները չեն մասնակցում ցույցերում, ազերիների ուղղությունով իրանական ադրբեջանցի ուղղությունով փոփոխություն չկա այս պահին եւ իրանք դեռ չեն մասնակցում ցույցերում, քրդերը տարածել են մի հետաքրքիր հայտարարություն, որ կոչ են անում մնացած քրդերին, այսինքն Իրաքի քրդերին, Սիրիայի քրդերին եւ Թուրքիայի քրդերին, որ համախմբվեն իրանց քաղաքական օրակարգի շուրջ։ Դա իհարկե միավորվելու մասին հայտարարություն չէ, բայց ինչ որ խնդիրները քննարկելու միասնականության մասին է, Ուրմիա լճի մոտ են քրդերը ապրում մեծ մասամբ, մեր համար շատ լավ ծանոթ հատվածում տարածաշրջանում։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, հարցը նրանում է, որ քրդերի այդ հայտարարությունը նաև ինչ որ հետևանքներ կարող է ունենալ։ Ասեմ ձեզ, որ եւ կտեսնեք ինչ հետևանքներ, որովհետեւ մենք նաեւ ձեր հետ միասին դեռ սպասում ենք, որ քրդերի ուղղությունով կարող է զարգացում լինի հյուսիսային Սիրիայում, որտեղ որ անցավ այդ վերջի ժամկետը, դա տեղի ունեցավ
ուրեմն փաստացի 2025 թվականի վերջը, այսինքն դեկտեմբերի 31-ը վերջնային այսպիսի ժամկետ էր եւ անցավ այդ ժամկետը եւ հիմա արդեն կարող եմ ասեմ, որ սպասում է սիրիական տարածքում գտնվող քրդական ուժերը սպասում են որևէ գործողությունների սիրիական եւ թուրքական ուժերի կողմից եւ մենք դրա հետևից ակտիվորեն ձեր հետ միասին կհետևենք, բայց այս պահի դրությամբ ամենակարևորը այն է, որ Միացյալ Նահանգների կարևոր այդ զորքերի շարժի զուգահեռ եւ Թրամփի հայտարարությունների Իրանը նաեւ սկսում է դրան պատասխանել։ Առաջինը Իրանը պաշտոնական առումով տարբեր հայտարարություններ արդեն արել է, խստորեն դեմ են որևէ Միացյալ Նահանգների գործունեության ռազմական գործողություններին եւ դիմադրելու են դրան, սա պարզ էր, որևէ նորություն այստեղ չկա եւ այսպիսի հայտարարությունները անկեղծ ասած մեծ բան չի փոխում։ Խորհրդարանի իրանց ուրեմն նախագահը Իրանի հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Իրանի դեմ գործողություններ վարեն, ապա բոլոր տարածաշրջանում գտնվող Միացյալ Նահանգների զինված ուժերը, ռազմակայանները ուրեմն հարձակման թիրախ կդառնան Իրանի զինված ուժերի համար։ Եվ սա փաստորեն, այո, խոսք է գնում նրա մասին, որ Իրանը այսպիսի լայնածավալ գործողությունների համար է պատրաստվում, այդ թվում կարող է թիրախ հայտնվել Միացյալ Նահանգների ռազմակայանները Իրաքում, Քուվեյթում, Հորդանանում, ուրեմն Բահրեյնում, Կատարում, Սաուդյան Արաբիայում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում, որոնք այդտեղ ներկա են տարբեր ձևաչափով, իրականում չեմ ասի, որ բոլորը այդ պետությունները իհարկե Միացյալ Նահանգների բոլորը դաշնակից չեն, տարբեր այդտեղ ցանկություններ կա եւ շահեր, դա բարդ թեմա է, բայց ընդհանուր առումով Միացյալ Նահանգները այս պայն ունեն այդպիսի ներկայություն, նույնը դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները ներկայություն շատ վայրերում ունեն, խոսքի նույն Ինջերլիկի ռազմակայան ենք հիշում Թուրքիայի տարածքում, բայց դա հետ չի նշանակում, որ Թուրքիայի հետ այսպիսի ուրեմն հեշտ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգները, հակառակը շատ դեպքերում նույն Թուրքիան մեղադրում է Միացյալ Նահանգներին հակաթուրքական քայլերի մեջ, կլինի դա Հունաստանում, կլինի դա Իսրայելի ուղղությունով, Սիրիայի, մի խոսքով բարդ թեմա է։ Բայց Իրանի, ինչպես ասացի, բարձր պաշտոնյաները, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանի պատասխանը որևէ ուրեմն ագրեսիայի դեպքում Իրանի դեմ կլինի հստակ եւ Իրանը պատրաստ է պաշտպանել իր պետականությունը եւ կիրառել զինված ուժերը։ Սա ուղղակի խոսքեր չեն մնացել եւ Իրանի զինված ուժերը, այդ թվում առաջի հերթին Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը սկսել է երեք լայնածավալ հակաօդային պաշտպանության վարժություններ եւ կիրառում է հոպի տարբեր համակարգներ նրա համար, որ փաստացի պատրաստի իր հոպի համակարգները որևէ զինված ուժերի հարձակման դեպքում Միացյալ Նահանգների, թե ուրեմն Իսրայելի։ Հետաքրքիր է, որ շատ դեպքերում իրանական հոպը որևէ արդյունք չի տա իսրայելական կամ Միացյալ Նահանգների օդային ուժերի դեմ, բայց կարևորը եւ հետաքրքիրը այն է, որ այդտեղ հոպ համակարգների մեջ կա չինական նոր հոպ համակարգները HQ տարբերակը, ոնց հասկանում եմ, որովհետեւ վերջնական տվյալներ չկան, այնինչ գնել է Ադրբեջանը նաեւ եւ այդ մոտավորապես կարա լինի այդ նույն ձևաչափը, հենց նույնը կամ շատ մոտ գտնվող ձևաչափը, կոնկրետ տվյալներ, ինչպես արդեն ասացի, չկան։ Բայց մենք գիտենք հաստատ, որ այդպիսի ուրեմն գնում տեղի է ունեցել եւ Իսրայելը մտահոգված է դրանով, որովհետեւ հրեական տարբեր աղբյուրները խոսում են դրա մասին, որ չգիտեն ինչպես Իրան կդրսևորի չինական հակաօդային պաշտպանությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ուժերի դեմ։ Պետք է ասեմ, որ այս զինված ուժերի քսիրի կոնկրետ վարժանքները
եւ հոպի համակարգների ուղղությունով այս նախապատրաստողական գործողությունները մի քանի հարցի հետ են կապված։ Առաջինը, որ եթե տեղի ունենա նույնպիսի, ինչպես Մադուրոյի հանդեպ հատուկ գործողություններ, ապա իրանց հույսն է ուղղաթիռները խոցել։ Եվ շատ ուղիղ պետք է ասեմ, որ ուղղաթիռները խոցելու հավանականությունը շատ ավելի մեծ է հոպ համակարգների կողմից, քան ինքնաթիռները։ Ինքնաթիռները շատ բարձր են թռչում եւ բացի դրանից ունեն այնպիսի ստելս համակարգներ, որը օգնում է իրաց պաշտպանել հոպ համակարգներից ռուսականից հանգիստ, ես առհասարակ պետք է ձեզ ասեմ, որ Վենեսուելայում իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուսական հոպ համակարգները ավելի լավ է վաճառես կամ առհասարակ, չգիտեմ, ազատվես այդ հոպ համակարգներից։ Ասեմ ինչու, որ գիտենաս, որ հոպ համակարգ չունես։ Եվ դա ավելի լավ է, որ գիտենաս, որ չունես հոպ համակարգ, քան հույսը դնես ռուսական հոպ համակարգների վրա, որոնք փաստացի չեն գործում։ Ոչ Իրանում գործեցին, ոչ նորմալ Ռուսաստանում են գործում, որտեղ որ շատ կա այդ հոպ համակարգները, ոչ Վենեսուելայում գործեցին առհասարակ։ Ռուսաստանի հոպը կարծես գոյություն չունի։ Կամ այդքան էֆեկտիվ չի, որ փաստացի գոյություն չունի։ Հիմա հետաքրքիր այն է, որ չինական հոպը կարող է կիրառվի։ Ես կարծում եմ չինական հոպը շատ ավելի արդյունավետ եւ վտանգավոր է, եւ հրեաները նաեւ այդպես են կարծում, նկատի ունեմ հրեա վերլուծաբանները, որ չինական հոպը կարող է խնդիրներ ստեղծել։ Բայց եթե ստեղծեն խնդիրներ ուղղաթիռների համար, ապա առաջի հերթին ինքնաթիռներով պետք է խոցվեն այդ կետերը, որտեղ որ կա չինական հոպ համակարգներ։ Միացյալ Նահանգների ներկայությունի աճը բերում է նաև հետաքրքիր տեղեկատվությունների հետախուզական, որը տարածում է հիմա արդեն հարգելի հայրենակիցներ The Times պարբերականը միջազգային, որը ասում է, որ Խամենեին առաջնորդը Իրանի իսլամական այդ հեղափոխության պատրաստվում է եւ ունի այդպիսի օրակարգ, որ եթե իսլամական հեղափոխության պաշտպանները չկարողանան կանխել հեղափոխությունը, այսինքն ժողովրդին այդքան ճնշել, որ կանխեն հեղափոխությունը ներսից, կամ միևնույն ժամանակ չկարողանան կանխել հարվածները եւ հարձակումները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եթե տեղի ունենա, ապա այդ դեպքում մոտավորապես 20-30 հոգանոց թիմի հետ միասին, ընտանիքի անդամների եւ ամենաբարձր պաշտոնյաների հետ միասին, հոգեվոր առաջնորդ Խամենեին պատրաստվում է լքել Իրանը եւ մեկնել Ռուսաստան։ Եվ սա ակնհայտորեն նշանակում է, որ այդպիսի թեմա կա։ Կարծում եմ, որ այս հետախուզական տվյալները, այսպես ասած, ոչ միայն ինչ որ առումով նախազգուշացում են, այլ իրական փաստերի վրա են հիմնված։ Ես այդպիսի ուրեմն վերլուծություն եմ անում, հաշվի առնելով մի քանի այդպիսի տեղեկատվություն, բացի դրանից The Times-ը մի վեցի հետ, այսինքն բրիտանական հետախուզության հետ կապ ունի եւ բրիտանացիք ինչպես միշտ շատ ակտիվ են այս տարածաշրջանում եւ ունեն լուրջ աղբյուրներ։ Իմ գնահատականն այդպիսին է եւ կարծում եմ, որ իրոք Մադուրոյի սցենարը տեսնելուց հետո Խամենեին հասկանում է, որ շատ ավելի ճիշտ է լքել Իրանը, եթե արդեն պարտվելու եզրին ես, քան հանձնվել ամերիկացիքին, որտեղ իրան կդատեն եւ կդատեն շատ խիստ, եթե հասնի միջև ամերիկյան դատարան, որովհետեւ կարա ինչ որ առումով ուրիշ սցենարով գնալ իրավիճակը եւ փորձը այդպիսի Իրանում գիտեն ունեն, վերաբերվում է իրենց հարևան Իրաքի փորձին։ Ուստի հաշվի առնելով սա, հարգելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ Իրանը մի կողմից պատրաստվում է պատերազմի համար, հակահարձակման համար, ճնշում է եւ գազ են կիրառել նաեւ ցուցարարների դեմ տարբեր հատվածներում, ճնշում է ցույցերը
նույն ժամանակ դուրս է գալի եւ ասում է, որ այդ ցուցարարներում ով զուտ տնտեսական թեմաներով է դժգոհ, մեր եղբայրներն են, մենք իրանց հետ պետք է խոսենք եւ այլն, լուծենք այդ հարցերը, փորձում է համ մի խոսքով գտնել երկխոսության տարբերակ, մյուս կողմից փորձում է ցուցարարների դեմ ուժ կիրառել, բացի դրանից զինված ուժերն է ակտիվացրել, որ պատրաստ լինի Իրանի եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածների համար, բայց նաեւ պատրաստվում է փախնելու համար։ Եվ սա մեզ հուշում է, որ իրանացիները խելացի են, բոլոր սցենարների համար պատրաստվում են։ Եվ ամենակարևորը հիմա այն է, որ հետևենք Միացյալ Նահանգների այս տեղաշարժին, որովհետև ես համոզված եմ, որ սա ուղղակի տեղի չի ունենում եւ լինելու է որևէ հստակ սրա զարգացում։ Կարծում եմ մոտակա շաբաթների ընթացքում եւ դա նշանակում է առհասարակ, որ հնարավոր է մոտակա շաբաթների ընթացքում մենք տեսնենք Իրանում մի կողմից ցույցերի աճ, եթե չկանխեն, երկրորդը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի որևէ գործողություն, երրորդը այդ ֆոնին ցույցերի ել ավելի մեծ բնույթ ստանալը եւ չորրորդը Ռեզա Շափեխլևի ակտիվացումը ել ավելի, այսինքն շատ ակտիվ է հարգելի հայրենակիցներ եւ արդեն կարելի ասել, որ ակնհայտորեն կա այլ ընտրանք Իրանում, որովհետեւ Ռեզա Շախփեխլևին պատրաստ է եւ ցույց է տալիս, որ պատրաստ է, եթե իրավիճակը փոխվի, գալ։ Կտրուկ փոփոխություն տեղի կունենա, եթե գործընթացում սկսեն ադրբեջանցիք մասնակցել։ Զգուշ են, դեռ որևէ քայլ չեն անում, քրդերը արդեն սկսում են հասկանալ, որ իրավիճակը ծանրանում է։ Մենք կշարունակենք ձեր հետ միասին հետևել այս իրավիճակին, Իրանում ներսում տեղի ունեցողին, Միացյալ Նահանգներ Իսրայելի գործողություններին, զուգահեռ դրա Իրանի այդ ադրբեջանական քրդական հարցին, որովհետև սա շատ լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար։ Ինչու՞։ Երկու սահմանից մեկն է բաց, բացի դրանից մատակարարման գլխավոր ուղի է հնդկական զենքի, բայց շատ լավ է, որ հիմա Հայաստանը սրված ռազմական իրավիճակում չի գտնվում, սպառնալիքները շատ քիչ են, դա նշանակում է, որ նույնիսկ Իրանում եթե իրավիճակը սրվի, դա անմիջապես ազդեցություն Հայաստանի անվտանգության վրա չի ունենա, որովհետև խաղաղության օրակարգ կա Ադրբեջանի հետ եւ ռազմական որևէ բախման հավանականությունը շատ եւ շատ ցածր է Ադրբեջանի հետ։ Ուստի այստեղ շատ ավելի հետաքրքիր է հենց Ադրբեջանը Իրան ոնց կդրսևորի Իրանի հանդեպ, դեռ մենք չենք տեսնում որևէ սպառնալիքներ Ադրբեջանի կողմից կամ փորձ, որ ադրբեջանցիքին ոտքի բարձրացնի Իրանի Ադրբեջանի հատվածում։ Հարգելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։